3-ամյա Տիգրանի մարմինը գտել են ու գլխավոր կասկածյալը իր իսկ հայրն է։ Նախնական տեղեկությունների համաձայն տղան կոել էր օրեր առաջ իր եղբոր հետ։ Եղբայրը հետ է վերադարձել տուն եւ քանի որ չի կարողացել խոսել, չի կարողացել նաեւ նորմալ բացատրել, թե ինչ է կատարվել, սակայն ողջ ընթացքում իր պարանոցի կոկորտի հատվածն է ցույց տվել։ Հոգեբանների, ինչպես նաեւ քննիչների աշխատանքների շնորհիվ պարզ է դառնում, որ հենց հայրն էլ խեղդել է երեխային եւ ամբողջ պատկերը հետեւյալն է ըստ տեղի բնակիչների երեխան ապօրինի զավակն է եղել եւ դրա իսկ պատճառով հայրը նրան որոշել է, որ պետք է խեղդելով սպանի։ Սպանելուց հետո փորձել է տարբեր տեղերում թաքցնել մարմինը եւ նույնիսկ այն ժամանակ, երբ որ նա փրկարարների հետ փորձում էր գտնել իր տղա երեխային, այդ ժամանակ նա անընդհատ մարմինը տեղից տեղ էր տեղափոխում, որից հետո վերջապես տանում դնում է այն վայրում, որտեղ անընդհատ մարդիկ ման են եկել, սակայն ոչ մի հետք չեն գտել։ Այդտեղ թողնելուց հետո գտնում են, իսկ երեխայի հորը ձերբակալում են, քանի որ նա համարում է գլխավոր կասկածյալը։ Կա նաև մեկ այլ վարկած, թե ինչու են գյուղացիները այդպես կարծում, ամբողջ ընտանիքը ունի մտավոր խնդիրներ, թե երեխաները, թե մայրը, թե հայրը, իսկ Տիգրանը, 3 տարեկան երեխան, ընտանիքի միակ առողջ զավակն է եղել։ Այս դեպքը իրական շատ ցավալի է, դեռևս հայտնի չէ հենց իր եղբոր աչքի առաջ է սպանել, թե մի փոքր հեռու, քանի որ եթե աչքի առաջ սպանի, ապա մինչև կյանքի վերջ նույնիսկ չխոսի եւ հուսանք պետությունը ինչ որ քայլեր կձեռնարկի մյուս երեխաներին վերցնելու նրանցից։